2025 թվականն առողջապահության ոլորտում մեկնարկեց բժշկական կենտրոնների առողջապահության նախարարության ենթակայության տակ անցնելու գործընթացով, թե ինչով էր պայմանավորված փոփոխությունը Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը համենայն դեպս գործընթացն արդյունավետ է համարում։ Մասնավորապես Գյումրի բժշկական կենտրոններ, Ախուրյանի բժշկական կենտրոնը, Արտիկի բժշկական կենտրոնը և հոգեկան առողջության կենտրոնը։ Դա բավականին քննարկումներից, կատարված ուսումնասիրություններից հետո այդպես ներկայացվեց կառավարության որոշման նախագիծ եւ այդ նախագիծը հաստատվելուց հետո անցավ առողջապահության նախարարության ենթակայության, նպատակը ավելի արդյունավետ կառավարում ապահովելն էր։ Բայց բնականաբար Մինչ այդ անարդյունավետ էր կառավարվում։ Ոչ թե անարդյունավետ էր կառավարում, ավելի համակարգված եւ ավելի արդյունավետ կառավարման նպատակ էր հետապնդում այս ենթակայության փոփոխությունը։ Իհարկե դա չի նշանակում, որ մենք համագործակցություն չունենք, բժշկական կենտրոնները նորից շարունակում են իրենց գործունեությամբ բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրել բնականաբար մեր մարզի ազգաբնակչությանը, այնպես որ համագործակցությունը շարունակվում է։ Այս պահին Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործում է մարզի թվով 20 բուժհաստատություն, այդ թվում Արտիկի Մորուման կանառողջության կենտրոնը և առողջության առաջնային պահպանման օղակները։ Ոլորտի պատասխանատուն թվարկում է որակյալ ծառայություն ու բժշկական սպասարկում իրականացնելու նպաստող մի քանի գործոններ, դրանցից առաջնային է համարում նախ շենքային պայմանները, հաջորդիվ գործիքային հագեցվածությունն ու ամենակարևորը՝ նեղ մասնագետներով համալրումը։ Կառավարության ծրագրով այս պահին ընթանում է գյուղական 2 ամբուլատորիայի նոր շենքերի կառուցում, Արտիկի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումն է այս պահին ընթանում։ Ծրագրերում ունենք նաև թիվ 2 պոլիկլինիկայի շենքի հիմնանորոգման ծրագիրը, որից հետո հիմնանորոգման ավարտվելուց հետո իհարկե մենք նաև նպատակադրված ենք եւս օպտիմալացման մեկ ծրագրի նախագիծ ներկայացնել կառավարություն, այն է թիվ 1 պոլիկլինիկայի, Բեռլինի պոլիկլինիկայի միացումը թիվ 2 պոլիկլինիկային, որտեղ շենքային պայմանները լիարժեք կբավարարեն, որպեսզի այդ 3 կառույցը միաժամանակ գործեն այդ շենքում եւ նաև կկարողանանք լուծել թիվ 1 պոլիկլինիկայի տարիներ չարչարկված այն խնդիրը, որ չունենք շենք։ Հուսով ենք, որ հաջողությամբ նաև դա կավարտենք։ Պոլիկլինիկաների օպտիմալացման 3-1 ծրագիրը հաջողությամբ կավարտվի թե ոչ, նախ պետք է հուսալ, որ այն կմեկնարկի, իսկ արդյունքների մասին կխոսենք ծրագրի ավարտին։ Փոխարենը 2025-ին հաջողությամբ ընթանում էր որոշ բուժհաստատություններում ռենտգեն ու սոնոգրաֆիկ սարքավորումներով հագեցվածության ծրագիրը։ Եղած սարքավորումները տասնամյակների պատմություն ունեին, գործիքային թարմացումն ուղղակի անհրաժեշտություն էր։ Սարքերը իրենք բավականին թանկ են, իսկ մեր ունեցած սարքերը 60-ական, 70-ական, 80-ական թվականների սարքեր էին, բնականաբար այդ սարքերով որակյալ հետազոտություն իրականացնելը դա այնքան էլ հնարավոր չէր, մեղմ ասած։ Եվ այս պահին ես կարող եմ ասել, որ շնորհիվ մարզպետի միջնորդության եւ առողջապահության նախարարության կողմից մարզային բժշկական հաստատությունները հագեցնելու այդ ծրագրի այս պահին մենք մեծամասամբ մեր բուժհաստատությունները ապահովված են ժամանակակից թվային ռենտգեն սարքերով։ Ընդամենը 2 բուժհաստատության խնդիր ունենք ապահովելու, դա Մարալիկի առողջության կենտրոնն ու Ամասիայի առողջության կենտրոններ, մենք բանակցություններ ենք վարում, որ այդ 2 բուժհաստատություններին եւս հնարավոր լինի նոր սարքերով ապահովել, ռենտգեն սարքերի մասին է խոսքը։ Մյուսը սոնոգրաֆիկ սարքեր, դարձյալ մեծ մասամբ բուժհաստատություններում նոր սոնոգրաֆիկ սարքեր են տեղադրված, իսկ նոր սոնոգրաֆիկ սարքը ինքը ենթադրում է նաև ավելի ընդլայնված հետազոտությունների իրականացում, ավելի խորը հետազոտությունների իրականացում, ինքը նաև տանում է ճշգրիտ ախտորոշման եւ հետագայում նաև բուժման կազմակերպման։ Ունենք բուժհաստատություններ, որոնք իրենց կուտակած միջոցների շնորհիվ կարող են ինքնուրույն ձեռք բերել տարբեր լիզինգային ծրագրերով։ Ունենք բուժհաստատություն, որ իր կուտակած միջոցներով հենց անմիջապես գնում է իրականացրել, մասնավորապես Արտիկի Մորևման կանառողջության կենտրոնը լրիվ նոր սարք է գնել,
մյուսները եւս։ Լինում են երբ բարերարներն են տրամադրում։ Այո, լինում են եւ բարերարներն են տրամադրում։ Ես վերջերս բոլորովին Բերլին պոլիկլինիկային բարերարների կողմից ռենտգեն սարք տրամադրվեց։ Դա էլ է շատ կարեւոր։ Սոնոգրաֆիկ սարքեր նաեւ նախարարությունը ինքն է իր միջոցների հաշվին դրամադրել մասնավորապես Մարալիկի առողջության կենտրոնին եւ այս պահին էլ թիվ 1-ին նոր սարք տրամադրել։ Դժգոհություններ բուժարուներից կապված նեղ մասնագետների հաճախումների հետ։ Պոլիկլինիկաներում նեղ մասնագետները շատ դեպքերում աշխատում են համատեղելիության կարգով, ինչն էլ առաջացնում է բնակիչների բողոքը։ Լեյլիա Ասլանյանը փաստում է, խնդիրն առկա է եւ դրա հետ հաշվի են նստում։ Այսօր այդ խնդիրը կա, բավականին լուրջ խնդիր է, ինչը շատ արժանի կերպով առաջացնում է մեր ազգաբնակչության մոտ դժգոհություն, դա մեծամասամբ կարող եմ նշել, որ օբյեկտիվ է այդ դժգոհությունը, որովհետև նեղ մասնագետները այս պահին, նեղ մասնագետներով հագեցվածությունը լիարժեք չէ մեր պոլիկլինիկաներում, ստիպված է լինում մեկ նեղ մասնագետը մի քանի պոլիկլինիկայում համատեղել, փորձում ենք նրա միջոցով ծածկել այդ բացը, չլինի այնպես, որ պոլիկլինիկաներից մեկում որևէ նեղ մասնագետ չունենանք, հետևաբար դրվում է ժամային սահմանափակ գրաֆիկ, շաբաթվա սահմանափակ օրեր, ստիպված է ազգաբնակչությունը հերթագրվել, հերթում սպասել, դա էլ արդարացիորեն առաջացնում է իրենց դժգոհությունը։ Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այս մասին, առողջապահության նախարարությունը շատ լավ տեղյակ է խնդրից, եւ այս պահին 2 ծրագիր է իրականացնում, դա նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագիրն է եւ կա նպատակային մեկ այլ ծրագիր, երբ բուժական գործ այդ մասնագիտությամբ առաջին կուրսեցիները մասնակցում են նպատակային մրցույթների, ավարտելուց հետո պայմանագրեր են կնքում նախարարության հետ եւ ուղեգրվում են մարզեր։ Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտում իրականացվող այլ ծրագրերին, Լեյլիա Ասլանյանը նշում է, որ առողջության պահպանման առաջնային օղակում տարբեր սկրինինգային ծրագրեր են իրականացվում, որոնք միտված են հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը։ Լեյլիա Ասլանյանը կարևոր ձեռքբերում է համարում նաև մարզում Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում գործող անպտղության հաղթահարման ռազմավարական ծրագիրը։ 25 զույգ արդեն մասնակցել են ծրագրին, 10-ի մոտ հղիություն է ընթանում, բայց որ ամենակարևորն է, ընթացիկ տարվա օգոստոսին լույս աշխարհ եկավ առաջին փոքրիկը։ Ծրագիրը իրականացնելու համար նախարարությունը թույլտվություն տվեց Շիրակի մարզում որպես պիլոտային ծրագիր եւ այդ ծրագրի շրջանակում հղիներ կան եւ սպասելիք նաեւ հղիներ ունենք, որոնք պետք է ծննդաբերեն, ինչպես մանկաբարձական, գինեկոլոգիական բարդություններ անպտղության հետ կապված, այնպես նաեւ սոմատիկ բարդություններ, որոնց մեջ էին ճարպակալումը, քրոնիկական հիպերտենզիան։ Մենք հաջողությամբ հաղթահարեցինք դա մեր Երևանի գոլեգաների հետ, մեր ավագ ընկերների աջակցությամբ եւ ներկայումս ունենք առողջ բալիկ։ Հաջորդ մեծամասշտաբ ծրագիրը, որ մարզում արդեն կայացել ու ընդլայնվել է, դա Գյումրի բժշկական կենտրոնում գործող կաթվածի ծրագիրն է, վերջերս ներդրված կաթվածի ռեգիստրով։ Ռիսկի գործոնների հսկողության միջոցով մենք կարող ենք կանխարգելել կաթվածը, իսկ կանխարգելումը, ինչպես գիտենք, միշտ ավելի ազդեցիկ է։ Ինչ վերաբերում է 2026-ին իրականացվող ծրագրերին, ոլորտի պատասխանատուն կարևորեց առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ծրագիրը, ինչն իհարկե մի փոքր խրթին, բայց ժամանակի ընթացքում կարգավորվող հարց է։ Այս պահին բարբերաբար առողջապահության նախարարը ներկայացնում է, թե առաջին փուլով ովքեր պետք է ապահովագրական այդ ծրագրից օգտվեն։ Հիմա Արմետ էլեկտրոնային համակարգով նաև մեր բոլոր բժշկական հաստատություններում տեղադրված է այդ ցանկը, ազգաբնակչության ովքեր որ պետք է ընդգրկվեն առաջին փուլով ապահովագրության ծրագրի մեջ, այս պահի դրությամբ դեռևս այդ իրավակարգավորումներն են, ես չեմ շտապի ասել ինչ ընթացք կունենա, բայց ես կարծում եմ աշխատանքի ընթացքում որոշակի խնդիրներ կարող են առաջանալ, բնականաբար դա նոր ծրագիր է մեր համակարգում եւ մեթոդական օգնություն բնականաբար առողջապահության նախարարությունից ես հուսով եմ, որ մենք կստանանք։ 2026-ին նախատեսվում է ավարտին հասցնել նաև Գյումրու ծննդատան նոր շենքի շինաշխատանքները, ինչպես բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման, այնպես էլ գործիքային ու մասնագետների համալրման ծրագրերը գալիք տարում ևս կլինեն շարունակական։ Ալա Բաղդասարյան, Խան Հովհաննիսյան, այսօր։
պապերը, մեր նախապապերը այդ դրանք արտասանել եւ բարել են։ Իրականության ու պարի կապի մասին է մեզ պատմում 11-ամյա Սառնախբյուրցին։ Ազգային ու ժողովրդական պարերի մասին պապի պատմությունները լավ է հիշում Գոռ Գալստյանը։ Կառնոքոճարի պարել են հենց մեր սահմանում, հետո նոր տները երբ կառուցել են, նորից են պարել Կառնոքոճարին ու ինքը ինձ նաև մի քանի տարբեր պարերի մասին ասել, Էջմիածնի ու ինքը Էջմիածինն է հենց ամենաշատը սիրել, որ գմբեթը մենք փառավորում ենք, նաև կա մի պատմություն, որտեղ ասում են, որ ոչ թե գմբեթն են փառավորում, այ արևը։ Այսօր ինչպես Գոռը, այնպես էլ շատ երեխաներ ազգային պարի գաղտնիքներն ու պատմությունը բացահայտում են Մենք Սառնախբյուր ազգային ավանդական պարի խմբում, որը գործում է շուրջ 1 տարի։ Եղել եմ հիմքերում պարի խմբի, ինքը պարոն Կինոսյանի սաներից մեկն է հիմնադրել Ստեփան Թորոյանը, մենք ազգագրական պարի խումբը։ Քանի որ պարոն Կինոսյանը լավ հող էր սարքել Երևանում ու արդեն այնտեղ անողներ կան, բնիկները, տեղի ապրողները արդեն փորձում են այդ վերականգնման գործընթացը ու ավելի լավ ռեսուրսով անել, հասկացանք, որ ժամանակն է արդեն վերականգնումը սկսել, մարզերում էլ արդեն սկսել։ Լուկաշին Հայրապետյանը հենց Սառնախբյուրից է, նրա խոսքով տարիներ շարունակ համայնքում ազգային մշակույթը գրեթե բացակայել է, ազգային պարերը ճանաչվել են միայն անուններով, բայց ոչ խորությամբ։ Հիմնականում այդ 3 խմբի դասի պարերն են, որոնք ռազմապարերը պարել են տղամարդիկ, ռազմի հետ կապ ունեցող գործ ունեցող մարդիկ, աշխատանքային պարերը պարել են բանվորական այդ Ռամիկ դասակարգի ժողովուրդը ու ծիսական պարերը, դրանք մեծ խմբերն են, որոնք ծիսական պարերն էլ քրմական դասից եւ նրանից առաջ տոտեմապաշտական այդ ժամանակաշրջանից ձևավորված չարժումներից։ Սառնախբյուրում մինչև ինձ կային մարդիկ, ովքեր որ հետաքրքրվում էին ու փորձում էին համագործակցություն գտնել մեր մշակույթի տան աշխատակիցը Կարեն Շաբոյանը, Տեր Տատևը Քահանան ու էլիտա ունենք Մարությանը, որ ինքը Երևանում է զբաղվում, իրանց մոդել կար այդ խաղապարը, որպեսզի գյուղում ստեղծենք հիմք ունենանք խմբի։ Սկզբում փորձեր արվեցին եկեղեցական տոների, համայնքային միջոցառումների շրջանակում։ Առաջին հաջողությունները ճուշացան, համայնքը ընդունեց, ոգևորվեց, իսկ երիտասարդները միացան։ Զարգացել ենք, մեծացել ենք, քանակային առումով ենք զարգացել, մեծացել ու Սառնախբյուրում մի շարք միջոցառումների մասնակցել ենք, ովքեր ընդգրկվում են, ոնց որ խանդավառվում են Սառնախբյուրի երիտասարդների դպրոցականների խմբով նաև Դիլիջանում Անի համայնքի հետ համագործակցությամբ գնացել ենք, ելույթ ենք ունեցել, ներկայացրել ենք համայնքը որպես փոքրիկ մշակութային կոլորիտ էլ այդ ազգագրականը, ու այս ամեն ինչը մենքի շուրջ է ձևավորվում է։ Մենք Սառնախբյուրում դասավանդում է Լիլիթ Ալեքսանյանը։ Երեխաների կողքին է եղել ինչպես սկզբում, երբ բարդ ժամանակներ էին, այնպես էլ այսօր, երբ արդեն մեծ բեմ պետք է բարձրանան վերջիններս։ Շատ կարևոր է, որովհետև հենց մեր ազգային պարերն է ու կուզենայի, որ բոլոր գյուղերում էլ լինեին։ Ես նորաշենում եմ պար տալիս երեխաներին ու հիմա մեր գյուղում ավելի են երեխաները առաջ գնացել որպես ազգային պարով։ Քանի որ մեր պարը արդեն 8 ամիս է գործում է, ճիշտ է, մեր ելույթը առաջի անգամ է, մենք շատ անհամբեր սպասում ենք մեր ելույթ։ Այսօր խմբում շուրջ 20 մասնակից կա, երեխաների ամենասիրելի պարը Ծաղկաձորն է, բայց գիտակցում են հայկական ազգային ու ժողովրդական պարերից յուրաքանչյուրը յուրահատուկ է։ Ես շատ եմ սիրում ազգային պարեր։ Բա ինչի եք պատրաստվում Սոնա։ Համերգի։ Ասել եմ, որ պարելուց չես, որ պարելը քո ամենասիրելի գործն է, դու կարող ես այդ ամենը անես և դու կարող ես պարել։ Մենք դրանից շատ բան ենք սովորում ու ես սովորում եմ ազգական պարերը, որ ելնեմ շատ մեծ բեմերի։ Ռազմապարերից մինչև ծիսական պարեր հայկական ազգային պարը մշտապես միավորելու ու հիշողություններ կերտելու բնավորություն ունի։ Շիրակի մարզի Սառնախբյուր բնակավայրն էլ վերջին տարիներին ապացուցում է, ոչ միայն պատմամշակութային կոթողներով է հարուստ, այլ նաև առանձնանում է մշակութային կյանքի ակտիվությամբ շնորհիվ նման նախաձեռնությունների։ Մենք կարողանում ենք համախմբել, նպատակն էլ դա է, էլի, մի միջավայր, որտեղ որ
կա մենք։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Ուկրաինայի նախագահը պատրաստ է հանրաքվեի դնել Ռուսաստանի դեմ հակամարտության ավարտի 20 կետից բաղկացած ծրագիրը, եթե Մոսկվան համաձայնի հրադադարի առնվազն 60 օրով։ Էքսիոսի հետ հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ բանակցություններում լուրջ առաջընթաց է գրանցվել։ Այնուամենայնիվ ծրագրով նախատեսվում է, որ Ուկրաինան արևելքում մեծ տարածքային զիջումների պետք է գնա։ Զելենսկին հույս ունի ավելի լավ պայմանների հասնել տարածքների հարցում, սակայն եթե առաջընթաց չգրանցվի, ապա ըստ նրա հարկավոր է ուկրաինացիների հավանությունը խաղաղության պլանին։ Զելենսկու խոսքով անվտանգության երաշխիքներին առնչվող փաստաթղթերը պատրաստ են, մնացել են միայն որոշ տեխնիկական հարցեր, դրանցից մեկը համաձայնագրի տևողությունն է։ ԱՄՆ-ն առաջարկել է համաձայնագիր կնքել 15 տարով, սակայն ըստ Զելենսկու դա կարճ ժամանակահատված է։ Դեկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում նախատեսվում է Վոլոդիմիր Զելենսկու եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Ուկրաինայի նախագահի խոսքով հանդիպման նպատակն է օգտագործել բանակցողների գրանցած առաջընթացը եւ հնարավորինս շուտ հասնել պատերազմի ավարտի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծումը կախված է իր դիրքորոշումից։ Պոլիտիկոյի հետ հարցազրույցում խոսելով Ուկրաինայի նախագահի հետ առաջիկա հանդիպման մասին Թրամփը նշել է. «Նա ոչինչ չի ունենա, եթե ես դա չհաստատեմ։ Կտեսնենք, թե նա ինչ ունի»։ Միևնույն ժամանակ Թրամփն ակնկալում է, որ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը լավ կընթանա։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ նախատեսում է զրուցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ Պոլիտիկոյի, բացի անվտանգության երաշխիքներից, Թրամփ-Զելենսկի հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Զապորոժիայի ատոմակայանի կառավարումը եւ Դոնբասի նկատմամբ վերահսկողությունը։ Նյու Յորք Փոստի հետ զրույցում Թրամփը լավատեսություն է հայտնել Զելենսկու հետ իր առաջիկա հանդիպման արդյունքում խաղաղության համաձայնագրի կնքման առնչությամբ։ Կարծում եմ մենք լավ հնարավորություն ունենք, ասել է նա։ Թրամփի կարծիքով ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը ցանկանում են համաձայնության հասնել։ ԱՄՆ նախագահը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ 8 հակամարտություն է լուծել, սակայն այս մեկն ամենաբարդն է։ Բանակցություններին զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները։ Գիշերը Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին եւ Կիևի մարզին։ 8 մարդ վիրավորվել է։ Մի քանի բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել։ Մարդիկ պատսպարվել են մետրոյի կայարաններում։ Ուկրաինայի գնդակոծության ընթացքում Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել, ինչի պատճառով երկրի արևելքում 2 օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Թայլանդը եւ Կամբոջան մի քանի օր տևած բանակցություններից հետո հրադադարի համաձայնության են եկել, որը ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարները։ Հրադադարը վերաբերում է բոլոր տեսակի զենքերի կիրառմանը եւ բացառում է ինչպես քաղաքացիական օբյեկտներին ու ենթակառուցվածքներին, այնպես էլ կողմերի ռազմական թիրախներին հարվածները։ Համատեղ հայտարարության մեջ կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը հրադադարի լիարժեք պահպանմանը եւ երկու երկրների սահմանին կայունության, անվտանգության եւ խաղաղության հաստատմանը։ Կամբոջայի եւ Թայլանդի սահմանին բախումները վերսկսվել էին դեկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերին Մալազիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի խախտման համար կողմերը մեղադրել են միմյանց։ 20 օրվա բախումների ընթացքում ավելի քան 40 մարդ է զոհվել, գրեթե 1 միլիոն մարդ տարհանվել է։ Երկրների միջև տարածքային վեճը շարունակվում է ավելի քան 1 դար։ Տոկիոյում մի խումբ ցուցարարներ ակցիա են անցկացրել վարչապետի նստավայրի առջև, դժգոհություն հայտնելով Ճապոնիայի Նիիգատայի պրեֆեկտուրայում գտնվող աշխարհի ամենամեծ ատոմակայանը վերագործարկելու կառավարության որոշման դեմ։ Ցուցարարները նշել են, որ կայանները հնացած են, վերահսկողությունն անբավարար է եւ անտեսվում են պատմության ընթացքում տեղի ունեցած աղետները։ Ֆուկուշիմայի աղետից գրեթե 15 տարի անց Նիիգատայի պրեֆեկտուրան դեկտեմբերի 22-ին հաստատել էր Կաշիվազակի Կարիվա ատոմակայանի վերագործարկումը։ Կաշիվազակի Կարիվան մեկն էր այն 54 ռեակտորներից, որոնք փակվել էին Ֆուկուշիմայի աղետից հետո։ 2011 թվականի մարտին Ֆուկուշիմայի ատոմակայանում 9 մագնիտուդով երկրաշարժը եւ դրան հաջորդած ցունամին հանգեցրել էին միջուկային պայթյունների եւ ճառագայթման, ինչի հետևանքով տեղի էր ունեցել ամենաբարձր 7-րդ մակարդակի միջուկային վթար։ Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ քաղաքի ազատության 7, 9 եւ 11, ինչպես նաեւ Գանձակ բնակավայրի Պետրոսյան, Աղայան, Սունդուկյան, Մեծարենց, Հաղթանակ եւ Բատիկյան փողոցներում միջին եւ ցածր ճնշման գազատար է կառուցվում։ Գավառ քաղաքում աշխատանքներն արդեն ավարտվել են։ Գանձակում դեռևս ընթացքի մեջ են։ Գավառ ԳԳՄ-ն անդամինը տեխնիկական հսկողության որակի եւ անվտանգության հսկողությունն է իրականացնում, ամբողջ ֆինանսական ծանրաբեռնվածությունը կատարում է Գավառի համայնքապետարանը։ Մենք 2000 թվից եղափոխվել ենք ստե ու մենտորի իշքամ ղեկավար փոխվերա մենք դիմեր ենք, խնդրեր ենք,
որ գազաֆիկացնեն։ Ես կոնգրես պարոն Մարտիրոսյանին եմ դիմե, կորամոսեմ երևի առաջին մորցներ, որ խոստացավ ու իր խոստումը կատարեց։ Գազը որ կորտեն կմիացնեն, ջերուցումը կունենանք, շատ լավ, մաքուր ու յուտնի։ Շնորհակալ ենք օրողներից կապիտարանը, որ դրեց ժողովրդի մարից կան մտածում անոմա, էսի շատ մեծ բան է։ Գավառ քաղաքում ընդհանուր 861 մետր հատվածում պողպատյա հենարանների վրա կառուցվել է վերգետնյա գազատար։ Այս շինարարության համար համայնքի բյուջեից 15 միլիոն 800 հազար դրամ է հատկացվել։ 23 միլիոն 800 հազար դրամ էլ կարժենա Գանձակի 1400 մետր գազատարի շինարարությունը։ Ծակերը անում ենք նորմալ, մաքրում ենք մեջինը, բետոնացիան անում ենք, հենասուները տնկում ենք, մնում է չորանում է, հետո այս գիծը փռում ենք, դրանից հետո գնում ենք բաները, թռիչքային մասերը, համարյաստն էլ ավարտին ենք ասցնում քիչ-քիչ։ Դες ինչ որ հրաշք լինի, հենց հրաշք էր, որ գազը բերին, քաշին, մենք արդեն ուզում ենք, որ գազ կվառենք, մենք էլ բաքսի կմիացնենք։ Մենք շուրջ 10 տարի այստեղ ապրում ենք, բայց գազ չունեինք։ Շատ դժվար էր առանց գազի։ Հիմա շատ ուրախ ենք, որ արդեն գազը պետք է լի, արդեն պետք է անցկացնեն բնակարաններում։ Շնորհակալ ենք, որ գծի կառուցումը կազմակերպվեց։ Քաղաքապետից շատ շնորհակալ ենք։ Գազատարերի շինարարության ծրագրում ընդգրկված տարածքները երբևէ գազիֆիկացված չեն եղել։ Այժմ այս թաղամասերի բնակիչները եւս կարող են օգտվել կապույտ վառելիքից։ 30 տարուց ավել մենք դիմել ենք, որ գազ քաշեն։ Չի եղել։ Ինչ ճանապարհների դիմել ենք, չեն արել։ Մարտիրոսյան Գուրգենին դիմեցինք, հալալնի բերեց, սարքեց։ Այս թաղում եմ ապրում արդեն ծնվածս օրվանից 20 տարի։ Այս թաղում չենք ունեցել գազ, հիմա ունեն գազ, դրա համար շատ շնորհակալ ենք մեր քաղաքապետարանից, հանձինս պարոն Մարտիրոսյանից։ Հնարավոր բաժանորդները այս պահի մոտավորապես 18-20 են, բայց նաև ունենք պոտենցիալ բաժանորդներ, ընդլայնվող տարածքներ են, դրանք իմ ասած 30-ից էլ շատ կլինեն հետագայում։ Գավառի մասնաճյուղի գլխավոր ճարտարագետը տեղեկացնում է, որ գազատարերի շինարարության ամբողջական ավարտը նախատեսված է տարեվերջին։ Եվ այսպես հարավային մայրաքաղաքում ազդարարվեց նոր տարվա գալուստը։ Վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը եւ քաղաքին ամանորի շունչ հաղորդվեց։ Դրան հաջորդեց հանդիսությունը երգով ու պարով համախմբելով հրապարակում հավաքված բազում մարդկանց։ Երջանկություն, խաղաղություն, առողջություն, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Խաղաղություն, առողջություն, աշխատանք Երևի այդ հայլ ամենակարևոր բաները։ Մարդիկ թող լավ լինեն, առողջ ու երևի խաղաղություն բոլորի։ Ցանկանում եմ, որ բոլոր մարդիկ առողջ լինեն, այս տարին լինի հաջողությունների եւ լավ բաների տարի։ Կանաչ փայտե օծի տարին շատ չի տխրեցրել, ասում են կապանցիները եւ լավագույնի սպասումով դիմավորում կարմիր հրեղեն ձիուն։ Լավ տարի է, ինքան որ հոգսերով շատ, բայց ոչինչ, նորմալ տարի է։ Սպասում ենք ավելի լավին, երջանկություն, խաղաղություն, բարիություն, լավ օրելնի։ Խաղ երկինք, պատերազմ չլինի։ 2025 թիվը ինձ համար շատ ուրախ թիվ էր, պայծառ։ Ես հավատում եմ հրաշքներին։ Օրերս տոնախմբությամբ վառվեցին նաև Սիսիանի գլխավոր գեղեցկուհու լույսերը։ Համայնքի տաղանդավոր սաները երկուպարով փոխանցեցին ջերմ զգացողություններ։ Համայնքապետն ամփոփեց տարին, մաղթելով սիսիանցիներին խաղաղություն եւ երջանկություն։ Անցնող տարին մեզ համար իսկական օրինակ է եղել, թե ինչպես պետք է արարել ու աշխատել, շենացնել ու կառուցել, միասնականությամբ, աշխատասիրությամբ եւ համերաշխությամբ։ Եվս մեկ անգամ ապացուցելով, որ միասին կարող ենք հաղթահարել ցանկացած փորձություն, լուծել համայնքում ծառացած ցանկացած խնդիր։ Թող գալիք տարին լինի նոր ձեռքբերումների, հաջողությունների եւ մեր համայնքի զարգացման շարունակության տարի։ Թող յուրաքանչյուր հայ օջախում տիրի խաղաղությունը, սերն ու բարությունը։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Հայաստանի հարավային դարպասը անմասն չի մնացել Ամանորի հրաշքից։ Մեղրի եւ Ագարակ քաղաքներում եւս վառվել են տոնական լույսերը, ջերմություն պարգևելով բնակիչներին։ Մենք միասին կարարենք ստեղծենք ամեն ինչ 2026 թիվը ավարտին հասնելուց նորից նոր հաջողություններով ավարտենք 2026 թիվը։ Շնորհավորում եմ բոլորիդ գալիք նոր տարին։ Տաթև համայնքի նոր տարվա հերոսուհին նույնպես պատրաստ է տոնը դիմավորելուն։ Այսպիսով մարզի բոլոր համայնքներում ուրախ տրամադրությունն ապահովված է։ Մարդկանց մնում է միայն բաց սրտով դիմավորել Ամանորը եւ հավատալ երազանքների իրականացմանը։ Աննա Մելքումյան, Ալեն Ծատրյան, Մհեր Մանուչարյան, Սյունիք լուրեր։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Իրանից Հայաստան էր ներմուծվել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ։ Ստացված տեղեկությունն իրացնելիս վարչության ծառայողները համագործակցեցին քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության 3-րդ վարչության գործընկերների եւ պարեկների հետ։ Մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու, ապա այն իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 23-ին նոյեմբերյանում ձերբակալվեցին մայրաքաղաքի բնակիչներ 50 եւ 29 տարեկան տղամարդիկ ու վերջինիս վարած մեքենայով տեղափոխվեցին նախաքննական մարմին։ Նրանց հայտարարությամբ նախապես պայմանավորվել էին մի օտարեր կրածու հետ եւ Մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել 7 կիլոգրամ մարիխուանա, ինչպես նաեւ այլ տեսակի թմրամիջոցներ, որոնք պետք է տեղափոխվեին այլ երկիր։ Քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ 29-ամյա տղամարդու մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 7 կիլոգրամ 331 գրամ մարիխուանա։ Տղամարդիկ ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել են։ Քրեական վարույթի շրջանակներում քննությունը շարունակվում է։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ Մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ է ներկրում Հայաստան եւ զբաղվում դրանց իրացմամբ։ Նոյեմբերի 13-ին ժամը 16-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին քրեական ոստիկանները կանգնեցրին նրա վարած մոտոցիկլետը, սակայն նկատելով ոստիկաններին նա դիմեց փախուստի, այդ ընթացքում նետելով 2 փաթեթ։ Հետապնդումը շարունակվեց մինչև Երևանի, Աբովյան եւ Կորյունի փողոցների խաչմերուկ։ Այստեղ նա ձերբակալվեց, իսկ մոտոցիկլետը տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին 33-ամյա տղամարդու նետած փաթեթները, որոնք լցված էին մարիխուանայի նմանվող ընդհանուր 2 կիլոգրամից ավելի զանգվածով։ Տղամարդը կալանավորվել է, հանգամանքները պարզվում են։